Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, արդեն 2 օր մեր մոտ անձրևային ու ցուրտ եղանակներ են, գիշերներ առատ անձրև ա գալի, ցերեկը մի քիչ դադարում, հետո էլի սենց ամպերը հավաքվելու նստել են մեր այս սիրուն սարերին, նման դեպքերում ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ մեր մեծերից եկած խոսք կա, որ երբ որ ամպերը սենց իջնում ա սարերի վրա, ասում էին, թե Աստծու փշերը քսվում ա երկնքիցը երկրի վրա։ Ու շատ օդը համով ա բուրում նման դեպքերում։ Հիմա անցնեմ իմ առօրյա գործերին եւ միանամ ձեզ։ Եկա, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ մինչև կոֆե խմելս պետքա հավերին գնամ կուտ տամ, որ արդեն այսենց կարմիր ցորենը լցրել եմ, ընտիր, ապա տեսեք ինչ ընտիր ցորեն եմ տալի իմ հավերին, այստեղ էլեմենտներն են, կալոնկայի, ասեմ, որ էլի կալոնկաս չի աշխատում, արդեն 4-րդ օրն է չի աշխատում, սա էլ էր նոր, այս էլեմենտները, այսպես սեղմել եմ, մի քիչ որ մտածելով միգուցե էլեմենտը լավ որակի չի, ու երբ որ այսպես սեղմում ենք, այ երևում ա փոսերը, հիմա ցույց տամ, թե ոնց եմ սեղմում, այ այսպես իրար, այսպես ձեռքիս ափի մեջ ուժեղ բռնում եմ, ինքը սեղմվում ա, հետո իր այդ լիցքերը ակտիվանում ա, մտածեցի, որ սա կլինի պատճառը, քանի որ միշտ կարմիր գույն էլեմենտն եմ առել, ու սրան այդքան էլ չգիտեի, մի խոսքով պատճառը սա էլ չէր, հետո կարմիրը գնեցի, բայց էլ չեմ սեղմել, քանի որ միացրեցի էլի չաշխատեց, մի խոսքով քանի օրա առանց տաք ջրի եմ, հիմա շտապ եմ հավերին կուտ տամ, այստեղ աման եմ բերել, որպեսզի իմ շանկերը տոպրակից հանեմ ու լցնեմ այստեղ, քանի որ տոպրակի մեջ ինձ թվում ա խոնավան ա, դրա համար հանեմ տոպրակից, ընդհանրապես այդ շանկերը, որ մեծ տոպրակներով լինում ա, շատերը կհիշեք, չէ, որ լեդի համար շատ մեծ տոպրակով գնել էի Երևանից ու հենց այդպես էլ պահում էի, նրանում չէր խոնավանում, բայց այս ցելոֆանի տոպրակներում ինձ թվում ա խոնավություն եմ նկատում, դրա համար էլ որոշեցի այստեղ լցնել, ահա, մանրիկ, ասեմ, որ տհաճ հոտ չի գալի, համեղ ա բուրում, բայց դե սա շան համար ա բուրում, հիմա այսպես կփակեմ ու հետո միասին գնանք համ իմ հավերի ցորենը կտամ, համ էլ շանը կկերակրեմ, իմը չկանեն դե այստեղ իրա համար արդեն տանը տակ ֆրֆրում ա, դրսում շատ ցուրտ ա, դե գնացի։ Հավերին էլ բաց թողնեմ, եկեք հավիկներ ջան, հավիկներ, քանի որ ցորենը չափով եմ լցրել, նախապես, հենց այսպես էլ լցնեմ, կուտ, երբեմն էլ նախապես եմ լցնում, բաց եմ թողում իրենք գալիս են շարք են կանգնում, հիմա հանգիստ կվայել են, ասեմ, որ առատ ձու են ածում, ակլորներս մեծացել, սիրունացել են, մի քանի համ, որ չի ածում, էդ էլ գիտեմ, որ տարիքային փոքր ա, իհարկե իմ սպիտակ ակլորի պոչը դեռևս չի աճել, երևի ես էլ այս ցեղատեսակն ա, համեմատած այս միջանտիկ ակլորի ինչքան սիրուն պոչ ունի,
Այս միակլորն էլ, այս միջանտիկ ակլորը, որ այսպես խորասուզված իրակուտն ուտում է, սրան պետքա տանեմ Սուրբ Սարգիս մատուռում, տապլան եմ, սպասում եմ օրերը տաքանա ու գնամ։ Հավերին հիմա այստեղ հանգիստ թողնեմ, անցնեմ շանը կերակրելուն։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այս էլ իմ փոքր շունը, որի անունը Արջ եմ դրել։ Իրա համար այստեղ սիրուն անկյուն եմ սարքել, այստեղ երկու մեշոկների մեջ փայտի թեփա լցրած, այստեղ տակ խոտ եմ լցրել, մի քիչ էլ թեփ, որպես ինքը այստեղ տաքուկ քնի ու չմրսի։ Կտրած ականջները արդեն լավանում է, ինքն էլ ինձ սովորում է, քանի որ իմ բռի մեջից եմ կերակրում, արդեն հոտոտում է։ Հիմա կերը մոտեցնեմ, ահա, բերել եմ այստեղ ու ստեղ էլ կմնա, քանի որ ծածկած է, ինչ եղավ, բացելու տեղը, ահա, հենց բռիս մեջից էլ կկերակրեմ, ասեմ, որ ամեն ինչ էլ ուտում է, իմ եփած ճաշերից էլ է ուտում, հաց էլ է ուտում, ջուրը միշտ իրա մոտ դրած է, ահա, ասել էիք, որ ցույց տամ, սիրելիներս, բայց քանի որ ականջները մի քիչ վերքոթված էր, չէի ուզում այդ ձև ցույց տամ, հա, շատ ի վրա ես գնում, արի ստեղ, արի, ահա, հա, ան, մի հատը վայր անգել, այն ա ուզում ուտի, ոյ, թաթն ա բերում, դե շան ձևով էլ, որ թաթով բռնի ու նոր ուտի, մի քիչ տեսաղցիկը վերև պահեմ, ինձանից անկախ ներքև էի պահել, այնպես անեմ, որ սիրուն երևա, հա, այս ինչ ա կպել ստեղ, բմբուլ ա կպել, պոկեմ, ահա, արդեն ինքը լավ լավիկն է, ինձ սովորել է, մի փոքր էլ ուտացնենք, հետո արդեն մի քիչ հետո ուրիշ բան կտամ ուտելու, որն էլ որ ընկնում է, ինքը հետո գտնում է, հետո ուտում, ահա, ապրի արջը, այ թաթին, դե արդեն ասել եմ, որ չեմ ուզում հետը շատ խաղալ, քանի որ ինքը չոբանաշան տեսակ է ու չի կարելի խաղացնել, մենակ թաթերն եմ ուզում ցույց տալ, մեծ, Արջ, քույթիշ, քույթ, ամեն դեպքում սիրելի հետևորդներ ջան, չեմ ուզում կանոնները խախտեմ ու խաղացնեմ, բայց թե սենց մի խոսք կա էլի ասած, ասում ապրանք պահելիս պետքա ձեռդ քսես, որ այդ ապրանքը լավն էլի, էլի ես ուզում, հա, չէ, այս կերից շատ չի կարելի, իդեպ ասեմ, այս կերից շատ չի կարելի տալ, մի կես ժամից հետո էլի իրան ուրիշ բան կտամ ուտելու, ահա, լավ դե, արջին հանգիստ թողնենք ստեղ, ինքը կքնի, քանի որ փոքրան քնի, որ մեծանա, ասեմ, որ շատ ձայներ չի հանում, ընդհանրապես շատերիդ հայտնի կլինի, որ երբ որ փոքր շուն ենք բերում հատկապես ուրիշ տեղից, որ պահենք, նույնիսկ ամիսներով ձայներ ա հանում, անտանելի ծմրոցներ ա հանում, գիշեր ցերեկ, արջը այդ բնավորության չի, ուզում ես հետդ խաղամ, չէ, չեմ խաղալու, բայց լավն ա, մի հատ ձեռս կսեմ սենց, որ իմ արջը լավն էլի, աչքերը կապույտ, հայկական գամփրի արյուն էլ կա մեջը, ամեն դեպքում ինձ այդպես են ասել, տեսնենք, դե, պակա, всё, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ես դեռևս դրսում եմ, իմ արջի մոտ եմ հատկապես, արդեն տեսնում եք, որ ինքը կերավ, կշտացավ ու հիմա էլ ուզում է քնի, ասեմ, որ շատ քնկոտիկն է, օրվա մեծ մասը քնած է անցկացնում,
չի մրցում, քանի որ իր տեղը շատ լավն է։ Հիմա ջան, աքլոր ջան, հիմա հատկապես էլի միացած ես, քանի որ ուզում եի ասել, որ չնայած այն հանգամանքին, որ ահա շղթայով կապել եմ, նախապես ասեմ, որ այս շղթան շատ թեթև է ինքը, ծանր շղթա չի ու լավ երկար է, կարում է շրջի ինքը, երբ որ ուզում է արդեն մի քիչ պտտվի։ Հա ջան, աքլոր աղա, այստեղ մեղ եմ խփել մեծ ու այստեղից անց եմ կացրել։ Շատ հանգիստ է ինքը, շատ ուրախ եմ։ Ոնց ասած, ճուտը ծվում նա մաշուր։ Ահա։ Սիրելիներս, համարյա 2 օր վլոգ չեմ պատրաստել, չեմ միացել ձեզ։ Ու քանի որ հիմա դրսում եմ, ասեմ, որ պարապ չեմ մնացել, ինչքան էլ եղանակը ցուրտ է եղել, անձրևային, բայց ստեղ ծաղկանոցս եմ կարգի բերել ու արդեն ծաղիկներս լավ հարթամացել են, թե անձրևներից, թե իմ խնամքից, արդեն կոկոմները երևում է, ստեղ պիոնն է, մենակ մի հատ կոկոմ ունի, այս մեկը, կամ կարմիրն է, կամ մի քիչ բաց սիրենավին, չգիտեմ, շփոթել եմ արդեն, որը որ մեկն է, 2 թուփ ունեմ ստեղ սպիտակ վարդ էի դրել, կհիշեք շատերը, արդեն այսքան մեծացել է, անցյալ տարի եմ այս ճյուղը դրել, ու այստեղ շարքով սիրուն մշակել եմ, ահա, այստեղ լիլիան է, հրաշալի ձևով, երկրորդ կոկոմը այսքան մեծացել է, հիմա ուզում եմ ավելի լավ ցուցադրել իր 3-րդ ծաղիկը, գիտեք չէ, որ մի ցողունի վրա 2-ից 3 ծաղիկ է ծաղկում, այն 2-ն արդեն չորացել են, ու այս մեկն է մնացել, շուտով էս էլ կանցնի։ Դե իհարկե հերթականությունով արդեն 2-րդ կոկոմը մեզ կուրախացնի իր ծաղկելով։ Հիմա այստեղ թաքնված փոքրիկ անյութիկի աչիկն եմ ուզում ավելի մոտից ցույց տալ։ Մեկ ուրիշ ամանի մեջ էր, տեղափոխել եմ այստեղ, ահա, ինչքան սիրուն ու նուրբ է։ Գիտեք, որ մեծ ամանի մեջ էլ ունեմ, նրանք դեռևս չեն ծաղկել։ Այստեղ անցյալ տարվա վարդի ճյուղն է, որ այսքան մեծ ճյուղ էր արձակել, բայց ցավոք սրտի հավերը կոկոմը կերել են, ահա, կտրված է այստեղ։ Քանի որ շատ քաղցր է ու գրավել է իմ հավերին։ Այստեղ մոշի թուփ ունեմ աճեցրած, անցյալ տարվանոց հիմա արդեն ավելի ափարթամացել ու կոկոմները երևում արդեն։ Հիմա մյուս կողմը։ Դրսում կոֆե խմելու համար քոթուկն եմ պատրաստել, ծաղիկները մոտեցրել։ Այստեղ քարերի մեջ էլ են դուրս եկել այդ նույն ծաղիկներից, սերմը տարածվել է։ Ահա, անցյալ տարի եմ ցույց տվել։ Ու թե հիացել, թե հիացրել, թե ոնց է այս ծաղիկը քարերի մեջ էստեղ աճել։ Սարմատը շատ խորն է գնում, ըստ երևույթին, այս ծաղկի տեսակը։ Ու ինձ թվում է շատ երկար դեռևս էստեղ կաճի եւ կուրախացնի, թե ինձ եւ թե ձեզ։ Այստեղ իմ լիմոնի ծառն է, տեղափոխելու ժամանակ 2 լիմոնը պոկվեց։ Դե արդեն այդ իր ամանն էլ անձրևի հետքերից այս տեսքն ունի։ Մի հատ ուզում եմ մոտեցնել ու իր կարմիր կոկոմները ցույց տալ։ Ահա։ Այստեղ, ահա, խնդրեմ։ Այս տեսքն ունի։ Ահա։ Ու շուրջ բոլոր։ Այստեղ էլ արդեն նոր աճող տերևները կարմիր երևում է։ Այ հեսա։ Մի խոսքով լավ վիճակում է։ Իմ էտելուց հետո հատկապես դրա համար էի ցույց տալի։ Այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, եկել էի որ կոֆե եփեմ։ Մեկ էլ այստեղ Սիման է իրան մաքրում, լվացվում է։ Գիտեք չէ, որ քիսոները ուտելուց հետո են լվացվում։ Կերել է կշտացել, հիմա էլ ինքը իրան մաքրում է։
Չուզեցի խանգարել, ու մի պա եկեք Սիմայի վարքին հետևենք, մի փոքր, ինքը շատ կոկիկ փիսոյա, հատկապես շատ եմ սիրում, որ ամեն պահ ինքը այդպես նյարդայնացնող մլավոցներ չի հանում, այլ ինչ որ պահանջ որ ունենում ա գալիս ա փափուկ, քսմսվում ա իմ շուրջը, դրա համար իրան շատ եմ սիրում, չի բարձրանում սեղանին, բառից բուն իմաստով, կանոնները լավ ա տիրապետում, հիմա չգիտեմ, իմ դաստիարակությունն ա վերցրել, թելե բնատուր ինքը խելացի ա, գիտեք չէ, որ կենդանիների մեջ էլ ա լինում կարգ ու կանոն պահող և անկարգություններ անող, ինձ թվում ա հենց բնականից իրա մեջ լինում ա, ինչպես որ մարդկանց մոտ ա, չէ, բնականից լավ ու վատ է լինում, նույնն էլ կենդանիների մոտ ա, Սիմիչկա, Այ սենց, չեմ ուզում խանգարել, մի փոքր էլ կսպասեմ, հետո նոր կոֆեն կեփեմ, դե քանի որ ինքը ոտքիս հետ դուրս ու ներս ա անում, թույլ եմ տալիս, որ հատկապես ցուրտ օրերին տանը մի քիչ երկար մնա, թողնում եմ, որ գա դիվանին, պառկի, քնի, հետքեր չի թողնում, մազը չի թափվում, ոնց ասած, մազը շատ քաղցրն ա, ահա, վերջացրեց, Սիրելի հետևորդներ ջան, վերջապես հերթը հասավ ինձ, հիմա կոֆե եփեմ, սա իմ առաջի կոֆեն այսօրվա, վաղ առավոտյան ժամի և շատ անհակ ձևով կոֆե խմելու ցանկություն կա, գիտեք դե բոլորդ էլ այդ ժամին ամենառաջ կոֆեն ենք ուզում որ վայելել, թարմանալ, բոլորիս մոտ գրեթե սովորություն ա դարձել, հիշում եմ, որ տարիներ առաջ այդ ձև չէր սկսվում իմ առավոտները, նախաճաշով էր սկսվում, ինչև է կյանքը շատ փոփոխական ա և հիմա այս ձևով եմ սկսում, իհարկե տեսակ կենդանիներից կերակրելուց հետո, այստեղ մոշի մուրաբա եմ բերել, որ պիտի բացեմ, մինչև որ կոֆեն կեփի, կվայելեմ և իհարկե վայելելուց հետո նոր արդեն սա կբացեմ, որպեսզի նախաճաշեմ, նայեք մածունն է քամվել, ուզում եմ դա էլ ցույց տալ, սիրելի հետևորդներ ջան, ահա քամած մածունը այսքան ա դարձել, ահա, դեռևս կապած է, կապիչը չեմ բացել, հիմա ձեր հետ միասին կբացեմ, պատրաստվեմ, որ կոֆեն վայելելուց հետո մի 5-10 րոպեից հետո կնախաճաշեմ և իմ նախաճաշը կլինի քամած մածունը մոշի մուրաբայով, թեթև և իհարկե սննդարար, չնայած ցուրտ ա, բայց թեյ չեմ պատրաստի, ահա, թեյի սիրահար չեմ, շատ պատահական, թեյը հատկապես սիրում եմ հաց ու պանիրով, այդ ձև, այնքան էլ կապել եմ, այդ շիճուկն էլ արդեն կտանեմ մի մասը հավերին կտամ, շանն էլ կտամ, քանի որ մաքրող հատկություն ունի, ու իմ շան փորիկն էլ կմաքրի, չնայած որ դրա համար ես արդեն հասցրել եմ տեղ եմ տվել, հիմա այսպես մի հատ ուզում եմ թափահարել, որպեսզի առանձնանա տոպրակից, տոպրակը շատ մեծ էր չնայած, և այստեղ արդեն իմ քամած մածունը սիրուն կփոքվի, մի հատ ուզում եմ էլի ցույց տալ, հենց այսպես իր սիրուն լավ տեսքը, ահա, խնդրեմ, ու հիմա կշրջեմ այստեղ ամանի մեջ, այսպես զգուշորեն,
բարձրացնեմ տոպրակը հավաքելով։ Չեմ ուզում ոչ մի մասնիկ թափվի ամանից դուրս և արդեն այս էլ իմ քամած մածունը։ Տոպրակը մի կողմ, չնայած տոպրակում դեռևս կա և ահա, այսքան քամած մածունը ստացա, սիրողներ կան, ինչքան լավ է քամվել, այսպես, հիմա սուրճին նայեմ, շուտով կլինի, մի փոքր իջեցնեմ, որպեսզի ավելի հաճելի նայվի, ահա, սա մի կողմ եմ դնում և արդեն իսկ իմ կոֆեն եռած։ Սիրելի հետևորդներ ջան, շատ հապճեպ ձևով միացած ես, քանի որ 2 օր է ասեցի, որ վլոգ չեմ պատրաստել, դրա համար շատ հապճեպ ձևով այսպես կադրեր ստեղծեցի, գիտեմ, որ հասցրել եք ինձ կարոտել և սպասում եք, որի համար շատ շնորհակալություն, ահա, սիմուչկան մյուս կողմը արդեն ուզում է որ գա ինձ մոտ, բայց այս պահին իր ժամանակը չէ, հիմա բացեմ մոշի մուրաբան, քանի որ ուզում եմ տեսքը տեսնեք, սա իմ անփուշ մոշի մուրաբանա, ձեր հետ եմ պատրաստել, շատերդ գիտեք, տեսել եք, կափարիչը մաքուր, շատ կարևորում եմ, որ մուրաբաների կափարիչը այսպես մաքուր եմ հանում, հիմա մի հատ էլ ամեն դեպքում անձեռոցիկով ուզում եմ մանկայի բերանը սրբել, չնայած վստահ եմ, որ շատ մաքուր է, խնդրեմ, ամեն դեպքում, և պետք է այստեղ լցնեմ, շատ եմ սիրում, որ մուրաբաները այսպիսի ամանների մեջ է լինում, տեսեք ինչքան ընտիր է, ասեմ, որ կիտրոնի աղ չեմ լցրել, չեմ սիրում, որ մուրաբաներում կիտրոնի աղ ենք լցնում իբր պահելու համար, միայն ընկույզի մուրաբային եմ լցնում, տեսեք հատիկները ինչքան խոշոր, ընտիր, բագույնը, և ամբողջը կլցնեմ այստեղ, բանկայի մեջ մի փոքր ջուր կլցնեմ և կդառնա հյութ ու այդ ձևով կմաքրվի բանկան, այսպես, կծածկեմ, մի փոքր կմնա, քանի որ հիմա չեմ վայելելու, սիրելի հետևորդներ ջան, քանի որ արագի մեջ եմ այս ամենը կազմակերպում, հիմա անցնեմ իմ կոֆեն վայելեմ, որից հետո կնախաճաշեմ և կշտապեմ իմ աշխատանքին, հաջորդ վլոգում արդեն ես ինքս էլ կերևամ, այսօր ապրիլի 30-ն է, սիրելի հետևորդներ ջան, և վաղ արդեն մայիսի 1-ն է, տոն է բոլորիս համար և կարելի արդեն նախապես շնորհավորել, նախապես շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 1-ը և ցանկանում եմ, որ բոլորդ էլ հաճելի ձևով նախապատրաստվեք, առայժմ